նստած ժամանակ Փարաջանովը բանում որ ճյուրմայում նստածրել են մի ընկեր ունե ինձնից ավակ տարիներ առաջվա պատմություն է ինքը գրող էր ես չեմ ուզում անունը բան տամ մի քիչ երևի որովհետև հետո արդարացվեց չնայած կարելի է դա բայց ինքն էլ էր իրան բռնել էին կրակաձիլի թղթակից էր այստեղ եւ դրամատուրգ բամսուս մի խոսքում իրան էլ էին բան արել հետո իհարկե ազատ հիմա այստեղից բաներ գնացել շուր այդ բառը մի քիչ չեմ ուզում ռադիոյով ենք լավ տղեկից նամակ էր գնացել որ այս մարդուն լավ նայեք սա կարքին տղա է գրող բան ինքը իրան դե շատ լավ ազատ ազգացել մի քիչ խասյաթուները տենց ասма նստած ենք այդ բաներով այդ տղերքով մեկը եկավ ասեց քո զեմլակը ավլումանդ է դա ասում եմ բանա է լավ չէ բազուրա ինձ համար չնայած մա ես իրան չէի սիրում իր արվեստը չէի սիրում որտեղ ինքը ռեալիստ մարդ է այստեղ ման բայց ասում եմ ոնց կլի հայ ավլում այն Փարաջանով մարդ ուղարկեցի ասում եմ ասի գնա ավելի ձեռից վերցրա շուտ որ չավլի մեր ազգի պատիմն է ասում եմ սա գնաց շուտ եկավ հետ եկավ ինչ ես հետ եկավ չտվեց ասում ավելի ասում չէ ես դիմա համ ես այդ պահին նախանձում եմ ասում եմ մերն է կնդեղրի տենայի սա ինչի չի տարի ինչ կոմպոզիցիա մտածել է տավլելու ինչ աշխ բանի մեջ եղել չի տվել դու ես ավել Եվ ինչքան ազատ է կարծրատիպերից մտածելակերպից եղել որ դրանում խնդիրել չի տեսել ցուցանտես արեց հետո բանում մերես բանում Իգիթյանի կարծում Իգիթյան կլորներ ենք ասում մենք կալանավորների ցուցանդես են շատ վտանգավորների մոտ էին քսել իրան բոլորս գիտենք արդեն որ ավելի նեղ են այդ մարդկանց նկարիչ էր դարձրել ցուցանդես էր հայ դա Փարաջանովը շշմելու արվեստագետը որ ամեն կապանքից ամեն կարծրատիպից մտածողությունից նաև եւ շատ համարցակ ասում է դե որ նստածրել են ֆիլմը այնտեղ շահել է Իտալիայում էր թե որտեղ փարան պետք է գնա հեղինակը ոնց կլինի հիմա սովետի համար բան է էլի դա բանզորա որ չգնա բերել են յուրմայից դի գնաս բան գնա արի էլի կնստի հիմա Մոսկվայում ասում քարտուղարին փաստաթղթերը սա գրած բրծած էս բան էս տոմսը էս գնալը էս գալը ասում գալը պետք չի ռուսերեն ասում էս տուդա է обратно не надо էլի համարձակություն է ունենում դերից են բերել այո ես օրինակ չի ասի կասի գնամ այսպես մարդ է էլի եղել հանճարեղ իսկապես ձեզ ավելի շատ հաճիկ պատճառում է կոլաժը նկարչությունը որպես այդպիսին թե ներկայացումը ձևավորելը եթե այսպես պայմանականորեն երեք ուղղություն ինձ համար գիտեք ինչ հարգելի Օֆելիա ինձ համար արդեն նույնն է ինձ այդ հարցերը ինձ չի անհանգստացնում ինձ համար նույնիսկ քայլելն էլ է ինձ համար նույնն է ինչ որ նկար ես անում կամ մեկ էլ զրուցելը ոնց որ նկար անես էլի արդեն բայց առաջներն ասեմ որ ձեր հարցին պատասխանելնի կոլաժը ես հետո եմ անցել կոլաժի պետքա նույն նկարչությունն է ուղղակի նյութերով ես անում կա տեսակ կոլաժի օրինակ միշտ Փարաջանովի հետ բան են անում համեմատում կամ ես երիտասարդ վախտը պաշտպանվում է ասում էի ոչ բան նմանությունը չնմանությունը բացատրում էի բան հիմա չեմ բացատրում այո հանձնվել եք եղավ ասում այո տարբերությունը շատ է այնտեղ գեղանկարչություն կա իմ մոտ եւ կապել եմ կոլաժի հետ դա ուրիշ մտածելակ էր Փարաջանովին էլ լրիվ ուրիշ նա էլ կինո է ռեժիսոր է իրան այդքան է պետք եղել իրան պետք չի որ ժիվապիսնի ինչ-որ պորտրետներ անի ձեռքեր նկարի ու դնի ինչ-որ կոլաժի հետ չէ իրան ինչքան որ պետք է բայց հանճարեղ անում հանճարեղ ճաշակի դեր բարձր էդ էլ գիտեք դե ինչից է որ չեն թողել երկար տարիներ նկարանի մի տեղից պետք է դուրս գա թե չէ այդ կինոարվեստը այդտեղից խառնված իրար հանճարեղ մարդեր դա լրագրողներին սիրում եք կա լրագրող որ սլուխով է
ինձ դուրա գալի, դա կա լրագրող, որ հարցնում է ու նայում է վրա, որ իր ուզած պատասխանը տաս, ես դա զգում եմ, հետո ասում չէ, աղջիկ ջան, չպետք է ազատ թողած, չնայած իրանք էլ մեղս ունեն, որ մի սուր բան ալում, ընդից բան խոսում են, նկատողություն են տալի, դրա համար չեմ մեղադրում, բայց լավ է։ Ընդհանուր առմամբ գոհ եք։ Այո, այն չեմ սիրում, որ բան ալինում, դե բոլորը չեն սիրում, որ մեկի պատվերով գալիս են բաներ են բժբժում, իմ վրա չէ, ես նկարիչ եմ, ազատ եմ, մյուս բաները զգացվում է դա, որտեղ հերոսացույցը միջև ողնաշարը զգացնել հատալի, դա մի քիչ լավ չի։ Հասկացողի համար, ձեր ստեղծած է քաղաքականությունից զերծ է, մտքովս անցավ ուղակի։ Այն ինչ որ դուք ստեղծում եք, զերծ է քաղաքականությունից, թե այնուամենայնիվ ձեր ստեղծագործական առօրյայում երկրում տեղի ունեցող իրավիճակները, ձեր ապրումները արտացոլում են գտնում նաև աշխատանքներում։ Հասկացա ձեր հարցը։ Միանգամից դուք հարցրեցիք, սովորաբար հաղորդման մեջ կան վերջում են ասում, բայց դուք միանգամից զգացիք, ասեմ ձեզ, այսպիսի խոսակցություններ լինում է, գալիս ես, չես գալի միտինգին կամ չես գալի, զանգում են, ժամանակ, որ անդադ լինում էր մի 2-3 տարի առաջ, մի օր ասեցի, ես իմ գործն եմ անում, էլի, անպայման չի միկրոֆոնով կամ ասեմ ձեր տիրումները կամ սենցնեն, դա պարտադիր չի։ Դու գիտես, որ ինձ ճանաչում ես, իհարկե, բան, արվեստանոցից հեռախոսի վրա է զանգում, ձեռքի չէ։ Ասի, բա որ ինձ գիտես, իմ գործի 99%-ը էս մեր միջավայրն է։ Եթե մեր միջավայրն է, ուրեմն մեր այս շարժումն է, մեր այս խոսակցությունը, անկախ ուրիշ բան չեմ կարող մտածում, ես հասկանում։ Այս վերջի ցուցահանդեսը, որ բացեցի, վերնագրեր չեմ սիրում դնել։ Ցուցահանդես, ապտի անես, բայց աղջիկս, քանի որ համադրող է, ինքը արվեստի ինստիտուտ բան ավարտեց դրսում, շուտ բաներ էր անում, էլի։ Պետքա վերնագիր դնենք։ Մտածում եմ ինչ վերնագիր, կեղծ բաներ ենք մտածում։ Հետո ասի, իմ միջավայրը իմ ներկա բնակն է։ Տենց ափսոս չբերեցի բուկդետը, բայց կտամ։ Էտա չեմ կարա ես գեղեցիկ ծաղիկներ բան նկարեմ, մարդիկ ընդդեմ չգիտեմ ինչ։ Չնայած պատվեր որ տալիս են, լավ էլ կարող եմ։ Դե դա ուրիշ բան է, դե դա ուրիշ բան է։ Ապրես շատ լավ ասիկ, դա ուրիշ բան է։ Բայց դու ո՞նց կարաս այդ խոշոր խնդիրները կամ բանը քվրած չազդի։ Առաջինը նկարչի վրա է ազդում, ցավ տանեմ։ Եվ արտացոլում է վրցինով լրիվ, հեսա որ աշխատանքներս տեսնես, եթե հնարավոր է ցույց տուր կամ եկեք մի օր համեցեք, բոլորը դա է, մեր ես նույնիսկ սովետի ժամանակից, լճացումից սկսած սովետիզմն է, չնայած հիմա կարոտում է, այնքան կարոտում, որտեղ ավելի գեշպետար բաներ տեսանք, բայց մանա, դա է, իմը էտա չգիտեմ։ Այո, դրանից է գալիս, եթե թույլ տակ ասեմ, որ ակնկալիք կա, թե քաղաքականությամբ ինչպես զբաղվի արվեստագետը, նկարիչը, բայց գուցե արտահայտվում է ինչպես օրինակ Սարյանը, Սևակը, իրենք էլ արտացոլել են քաղաքականությունը իրենց արվեստում ստեղծագործություններ, բայց ոչ ուղիղ ձևով կամ որևէ ձևով, երբ որ կզգա։ Դուք նկարիչ եք, ես ձեզ ասացի, որ ձեզ ֆիքսել եմ ինձ համար որպես թատրոնում ձևավորողի, հա, այսպես մանկական աշխատանքներ անելը, մանուկներին հասկանալի լինելը, հասանելի լինելը ապշելու բանա ու մի մանուկ որ մի լավ բան ասում դա ինձ համար ավելի կարևոր է կամ դիպուկ է կամ կարևոր քան թե որ ցես բանով պագորներով մարդիկ են հազենով խոսում են նկար են պատվիրել բայց ես երեխան ասում գայլը դուրը տեկավ մյուս երեխան լացում է մոտենում եմ ծնող ես բաները ստուգում եմ էլի միշտ մի ժամանակ վայբերը հիմա ասում են այդ պահերը էլի մեկ մտնում ես նայում եմ երեխեքի դեմքին ֆոյեում դուր լաս ինչ ես տան գալիս վախեցավ ասում բայ բանի ջան տենում ես բան Արտյոմը ուրախացել է բան սիրունա գայլը մեղ գայլա բան լավ չես հասկացել հեսա գնամ նորից քեզ ցույց կտամ խոսա հետը դու կտեսնես որ այդ աշխարհը շատ ու դու ես տես մնում դա շատ լավ է ես դա այնքան չեմ զգում հետո որ ինձ ասում են հետո մտածում ասում ճիշտ են ասել երեխա ես մնում լավ իմաստով լավ դա շատ փրկեց ինձ ընդհանրապես ամեն մարդու խոսքը տան որ բան խորհուրդ որ կամ խմբակ գնա նկարչական անկախ տարիքից
կամ թատրոնում կամ շատ մասն։ Լավ է որ դուք ասիք ձեր երեխեքին միշտ բերել եք, այդտեղից եք ծանոթ։ Շատ լավ է, ես դուր եկավ դա։ Ոչ թե գալու բանու համար, այլ այդպես լինելու։ Այո, երեխաներին ես համոզմունք ունեմ, որ մարդուն ընդհանրապես երեխաներին դե որպես ծնող դու ես պարտավոր արվեստին գեղեցիկին հաղորդակից անել։ Արդյոք ամեն նկարիչ կարող է ձևավորել բեմը ներկայացումը։ Այս հարցը Եթե նկարիչը կարող է, բայց գիտեք ինչ, այնտեղ սպეციფიկ բաներ կան, որ դու պետք է իմանաս, ճիշտ է, ոչ ոք սկզբնական շրջանում այտենց չի, էլի, բայց ես ավարտել եմ, հիմա մեկ-մեկ որ ասում եմ կենսագրական բանով, առաջի շրջանը ավարտել եմ, թատերական նկարիչների բաժին էր բացվել, որ ես Թերլեմեզանից հետո եմ գնացել, եւ ամեն մարդ չէր կարծում էր դերասանական բաժին, հա, թատերական։ Ինքը միքսն է։ Թղթերը չէին տալի, ես քանի որ արդեն գիտեմ, տվեցի տեղ, առաջի թղթերս հանձնողն է, թատերական նկարչություն, այդտեղ մենք ավելի արդեն անցնում ենք, ինչպես թատրոնը, պրակտիկա բան, բայց կա նաև որ անպայման չէ այդ բաժինը ավարտես, եթե սիրում ես, սեր ունես, բախտդ բերում անկնում ես, կամանց սովորում ես։ Հիմա ես մեր թատրոնում քիչ եմ ներկայացումներ անում, չեմ նեղվում դրանից, որտեղ այնտեղ արվեստանոց կա, ես աշխատում եմ, նույն ոնց է շարունակությունը, երիտասարդները, բայց շատ կարևոր է ճիշտ բան ասել տեղին։ Այդ ամեն ներկայացում անելուց մի նոր բան է, այս տարիքում էլ մի նոր խնդիր առաջանում։ Այնտեղ երևել կա, չերևել կա, տեխնիկական բաները ավելի շատ են։ Խնդիր եք լուծում նաև։ Ամեն անգամ, չնայած ահագին դու գիտես, բեմը անգիր գիտես, լուկեր եմ դրել ես հատուկ, որ վերանորոգել ենք, տակից որ դուրս գա բան էսպես էլի, բայց էլի դու միշտ տեխնիկան միշտ բանանում, տեխնիկական բաները միշտ, եւ ինչքան աշխատում ես, այնքան արդեն պարզ է։ Որովհետեւ ստեղծագործ աշխատանք է, երևակայությունը։ Եվ չես կարա նորերի վրա բանանես, ինչ որ խոսած կամ չէ, դու պետք է հիշես քեզ, որ դու չես իմացել։ Մանավանդ տեխնիկի էսքիզ անելը ես միշտ ասում եմ, էլի շատ դժվար է, որ տեխնիկ գտնես։ Ես ինչքան անում էի, փոքր մարդ էր ստացվում։ Մարդ տեխնիկ չէր։ Նման ծիծաղալ, բայց տեխնիկ չի։ Շատ դժվար է դրա գտնելը։ Հետո որոշ ժամանակ հետո կամանց ոնց որ գտնես ռեալ չլինի։